Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Ավելի վաղ տարիքում ծնողը պետք է փորձի խոսել երեխայի հետ թմրանյութերի մասին, ցույց տա տեսանյութեր եւ բացատրի, թե ինչ վտանգավոր եւ վնասակար հետևանքներ կարող են դրանք ունենալ։ Կան տարածված ռիսկային վարքի դրսևորման մի քանի պատճառներ, բայց կարծում եմ դրանցից ամենատարածվածը մեծերից ազատվել, անջատվել եւ ինքնահաստատվելն է։ Կարծում եմ առաջնային երեխայի վրա ինքնավնասման հետքեր տեսնելիս ծնողը պետք է ավելի հարցի այնպես ուղղի, որ ավելի չվնասի երեխային։ Ես կարծում եմ, որ ռիսկային վարքագիծ դրսևորելի սեռերի տարբերություն կա եւ տղաները ավելի շատ են ռիսկային վարքագիծ դրսևորում դեռահասության շրջանում։ Երբ խոսում ենք դեռահասների մասին, հաճախ լսում ենք. փուլ եք, անցնի, բոլորս էլ այդպես ենք եղել։ Բայց հաստատ նկատել եք, միշտ չէ, որ անցնում է, ու բնավ բոլորս էլ նույնը չենք եղել։ Ներքին ու արտաքին տարբեր ազդեցությունների ճնշման տակ որոշ դեռահասներ բռնում են խիստ վտանգավոր ճանապարհ։ Կանվանենք դա ռիսկային վարք ու կփորձենք միասին հասկանալ, թե ինչպես կարող են ծնողները ճանաչել դեռահասների ռիսկային վարքի ազդանշանները եւ ինչ կարելի է անել, որ երեխաները չմնան վտանգի հետ մեն-մենակ։ Ծնողական ժողովը սկսված է։ Բարև ձեզ հարգելի մայրիկներ, ուրախ եմ շատ, որ այսօր ծնողական ժողովում եք։ Փորձենք հասկանալ, թե ինչ է ռիսկային վարքը մեր պատկերացումներում եւ դրա ինչպիսի դրսևորումների եք դուք հանդիպել։ Շաքե, կխնդրեմ ձեզ հետ սկսենք։ Ռիսկային վարքը վարքագծի մի այնպիսի ձև է, որն իրական կամ ենթադրյալ վտանգ կարող է ստեղծել երեխայի առողջական, հոգեբանական, սոցիալական առողջության համար։ Ռիսկային վարքի դրսևորման ձևերը կարող են լինել թմրանյութերի նկատմամբ հետաքրքրությունը, ալկոհոլի նկատմամբ, ծխախոտի նկատմամբ հետաքրքրությունը, նույն կախվածությունը տարբեր գաջետներից, որոնք տարբեր խաղերից, որոնք կարող են բերել անդառնալի հետևանքների։ Նաև ինքնավնասումը, որ նույնպես հիմա մի քիչ ավելի տարածված է ու կարծես թե համացանցային տարբեր հարթակներում երեխաները տեսնում են դա, կրկնօրինակում են եւ դա դրսևորման այնպիսի մի տեսակ է, որ վերջին տարիներին ավելի շատ ենք տեսնում։ Իմ փորձից ասեմ, աշխատանքի բերումով ստացվեց այնպես, որ ես դիտարկում էի մի երեխայի, ով անդադ տանից փախչում էր, չէր հաճախում դպրոց ու հետեւաբար ավելանում էր նրա մոտ սուտը, վատ սովորությունների հանդեպ հետաքրքրությունները, տանը անառողջ մթնոլորտ էր։ Սոցիալական աշխատանքում եւ երեխաների պաշտպանության դեպքերի վարման ընթացքում մասնագիտական առումով բազմաթիվ նմանատիպ դեպքերի եմ հանդիպել, քանի որ աշխատել եմ խոցելի խմբերի հետ եւ խոցելի ընտանիքներում նման երեխաների բուռն, դեռահասության շրջանը շատ ավելի բարդ է եւ մտահոգիչ է լինում, քանի որ ընտանիքը արդեն իսկ ունի խնդիրներ եւ ռեսուրս չի ունենում այդ ժամանակը տալ դեռահասի խնդիրների լուծմանը եւ նման դեպքերում դեռահասները բազմաթիվ վտանգավոր եւ մտահոգիչ գործողությունների են դիմում տանից փախչել, ժամանակին չվերադառնալ տուն, դեպքեր են ունեցել, երբ ժամերով ման են եկել, մտածելով, թե որտեղից կարող են երեխային գտնել, եւ այդպես նմանատիպ բազմաթիվ դեպքեր։ Փորձենք բլից մի հարցում իրականացնել, ես կտամ ձեզ կարճ հարցեր, որոնց վերաբերյալ պետք է պատասխանեք այո կամ ոչ, համաձայն եք այս մոտեցման, այս ձևակերպման հետ, թե չէ, եւ հիմնավորեք։ Արդյոք ռիսկային վարքը դաստիարակության բաց թողումների հետևանք է։ Ոչ ամեն դեպքում կարող ենք մեղքը բարթել, այսպես ասենք, ծնողների դաստիարակության վրա, որովհետև այսօր սոցցանցերի եւ այս համացանցի ազդեցությունը երեխաների վրա միգուցե ավելի ուժեղ է, քան ընտանեկան մթնոլորտը։ Լինում են դեպքեր, երբ ճանաչում ես ընտանիքին, ծանոթ ես մթնոլորտին ընդհանուր, բայց երեխան այնպիսի իրավիճակներում այնպես է դրսևորում իրեն, որ հասկանում ես, որ դա ընտանիքից չէ, ծնողներից կախված չէ, այլ ինչ որ կողմնակի այլ ազդեցության հետևանք։ Լուսինե, հնարավոր է արդյոք, որ ռիսկային վարքը լինի երեխայի օգնության խնդրանքը, լսված, հասկացված լինելու ձգտումը։ Կարծում եմ այո, հիմնականում երեխաները նույնիսկ դիմում են ռիսկային վարքի, երբ
Անուշադրության հետևանքով ծնողի կամ ընտանիքի կողմից հայտնվում են նման իրավիճակում եւ դրդապատճառները ռիսկային վարքերի հնարավոր է որ դառնա նման հետևանքների պատճառը։ Անուշադրությունը, էմոցիաները, իրենց չհասկանալու խնդիրը կարող է բերել դրան։ Կարծում եմ այո։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Արուսյակ կհամաձայնեք արդյոք, որ ռիսկային վարքը ինքնահաստատման ձև է։ Այո, որոշ դեպքերում հնարավոր է այդ ռիսկային վարքի դրսևորման ընթացքում երեխան ցույց տա իր ինքնուրույնությունը։ Նման ձևով ինքնահաստատվելով եւ իր անձը ներկայացնելու ինչ որ ձև, որ ավելի շատ ուշադրություն գրավի, ավելի շատ ուշադրություն դարձնեն իր վրա։ Աննա, ինչ եք կարծում, արդյոք ռիսկային վարքը կարող է պայմանավորված լինել խառնվածքով եւ անհատական այլ հատկանիշներով դեռահասի։ Ոչ, որովհետև մտածում եմ, որ գուցե շրջակա միջավայրը այնպիսի ազդեցություն ունենա երեխայի վրա, որ այդ պահին նրա խառնվածքը աղերս չունենա պահվածքի հետ։ Իրականում այստեղ չկար լիովին ճիշտ կամ լիովին սխալ տարբերակ։ Մենք հասկանում ենք, որ այս ձևակերպումները եւ նկարագրված իրավիճակները ենթադրում են, որ ռիսկային վարքը լիովին կանխելը գրեթե անհնար է կամ շատ բարդ է։ Այս մասին հետագայում կխոսենք մասնագետի հետ, ով քիչ ուշ մեզ կմիանա։ Իսկ հիմա հրավիրում եմ դիտելու մեր հարցախույս փորձարկումը։ Պատահական մի խումբ անցորդների առաջարկել ենք 3 իրավիճակ եւ դրանց արձագանքելու 3 տարբերակ։ Մենք խնդրել ենք նրանց ինքնուրույն գնահատել, թե արձագանքի որ տարբերակն է ճիշտ, որն է տարակուսելի եւ որն է անընդունելի։ Ստացված փոքրիկ վիճակագրության արդյունքները վերլուծել է հոգեբանը։ Մոտենալով պատահական անցորդների առաջարկել ենք նրանց 3 իրավիճակ եւ յուրաքանչյուրին արձագանքելու 3 տարբերակ։ Հարցվողներին տվել ենք 3 ցուցանակ՝ կանաչ, դեղին եւ կարմիր։ Խնդրել ենք բարձրացնել կանաչը, եթե կարծում են, որ արձագանքման տվյալ տարբերակը ճիշտ է, դեղինը, եթե կարծում են, որ առաջարկված տարբերակը տարակուսելի է, եւ բարձրացնել կարմիրը, եթե առաջարկված տարբերակը համարում են անընդունելի։ Իսկ թե իրականում ուր կարող են տանել արձագանքման տարբերակները, ինչ հետևանքներ ունեն ճիշտը, տարակուսելին ու անընդունելին, մեկնաբանել է հոգեբանը։ Դեռահասը սկսել է հաճախակի չգիշերել տանը, վերադառնում է գրգռված, լուռ, ինքնամփոփ։ Ծնողը սկսում է զրույց առանց քննադատության, հասկանալու զավակի վարքի պատճառները, պայմանավորվում է հետագա քայլերի մասին եւ դիմում է մասնագետի։ Ոչինչ չի ասում, սպասում է, որ ժամանակ անցնի, հուսալով, որ դա ուղղակի դժվար շրջան է, պետք է համբերել կանցնի։ Վարկանում է, պահանջում է բացատրություններ, սահմանում է խիստ արգելքներ եւ պատիժներ։ Կարելի է։ Բոլոր նման իրավիճակներում կարիք կա, որ ծնողը կարողանա կառավարել իր հույզերը, տիրապետել իր արձագանքներին, որպեսզի կարողանա երեխայի կամ դեռահասի հետ հանգիստ զրույց վարել, փորձի հասկանալ նրա տեսակետը, նրա հույզերը, որովհետև դա օգնում է կապ հաստատել ծնողի հետ այս թեմայով եւ նաեւ օգնում է, որպեսզի դեռահասը կարողանա ծնողի աջակցությունը ընդունել։ Բոլոր այն դեպքերում, երբ նկատվում է դեռահասի մոտ կտրուկ փոփոխություններ, հուզական ոլորտում, սոցիալական ոլորտում, նաեւ վարքային ոլորտում, օրինակի համար, երբ հատկապես կա ինքնավնասման փորձ կամ ռիսկային վարքի կասկածներ, ապա այս դեպքում հոգեբանի դիմելը անխուսափելի է։ Դա օգնում է դեռահասին, որպեսզի կարողանա հասկանալ իր հույզերը, կարողանա ձևերը գտնել առողջ ռազմավարությունները, որոնք կօգնեն իրեն գործ ունենալ նման դժվարությունների հետ։ Ծնողը երեխայի հեռախոսում պատահաբար հայտնաբերում է թմրամիջոցների նկարներ եւ որոնումներ եւ ահա թե ինչ է անում։ Անտեսում է տեսածը, մտածելով, որ գրեթե բոլոր դեռահասներն էլ նման բաներ փնտրում են համացանցում, ինչը չի նշանակում, որ բոլորն էլ փորձում են ու ձեռք են բերում կախվածություն։ Զսպում է շոկային արձագանքը, նախաձեռնում է զրույց եւ դիմում է մասնագետի, հասկանալու ինչով է պայմանավորված հետաքրքրությունը եւ ինչպես հետ պահել կործանարար փորձառությունից։ Բռնագրավում է հեռախոսը, սպառնում է պատժով ու մեկընդմիշտ փակում է այդ թեման ընտանիքում։
Ծնողների համար նույնպես դժվար է այս թեմաների շուրջ խոսելը, երբեմն նրանք ուղղակի անտեսում են, երբեմն կատակի են տալիս, այդպես փորձում են փակել թեման, բայց երբ կա ռիսկային վարքագիծ, կարիք կա անպայման դրա մասին բարձրաձայնելը, զրուցել երեխայի հետ, որովհետև անտեսելու դեպքում մենք թողնում ենք երեխային մենակ իր դժվարության մեջ, իսկ երբ կա նման վարքագիծ, ապա դա ազդանշան է, որ ինչ-որ խորքային ու դժվար փորձ է երեխայի մոտ կատարվում, այս դեպքերում չենք կարող դա ուղղակի անտեսել մտածելով, որ դա մի բան է, որը որ կանցնի։ Այս մի իրավիճակ է, երբ դերահասը այս վարքագծով ուղղակի աջակցության կոչ է անում իր ծնողներին։ Դերահասը ձեռքի վրա ունի ինքնավնասման հետքեր, ծնողը պահանջում է պատասխանել այս հարցերին։ Ինչ ես արել, գժվել ես, մարդիկ որ տեսնեն, ինչ կմտածեն, ու սկսում է վերահսկել դերահասի գործողությունները 24/7 ռեժիմով։ Հարցնում է, թե ինչպես է իրեն զգում զավակը, փորձում է հասկանալ ինչն է ցավ պատճառում, դիմում է մասնագետի, չվտանգելով վստահությունը։ Վախենում է խոսել դերահասի հետ, դեպքի մանրամասները հայտնում է հարազատներին, խորհրդակցում է նրանց հետ։ Կորալը, բարկանալը, պատիժներ սահմանելը իրականում ավելի են բարդացնում իրավիճակը, որովհետև այս մոտեցումները չեն օգնում, որպեսզի ծնողը իսկապես հասկանա, թե ինչ է տեղի ունենում դերահասի հետ, իսկ երբ կան նման վարքային դրսևորումներ, դերահասը կարիք ունի աջակցության, այս մոտեցումներին հետևելով դերահասը մնում է մենակ, չհասկացված, զգում է, որ անընդհատ ծնողի աջակցության կարիք ունի ու դա չի գտնում, ինչը ավելի կարող է բարդացնել ամեն ինչ։ Ամփոփելով հարցման արդյունքներն ու մասնագետի խորհուրդները դուրս բերեցինք։ Եթե նկատում եք, որ դերահասի վարքը կտրուկ փոփոխվել է, հնարավորինս հանգիստ զրուցեք նրա հետ։ Ձեր խնդիրն է հասկանալ դերահասի հույզերն ու ապրումները։ Այդպես կկարողանաք կապ ստեղծել դերահասի հետ եւ նա չի մերժի ձեր օգնությունը։ Կատակի մի տվեք ու մի թերագնահատեք դերահասի վարքի, զգացմունքների դրսևորման, սովորությունների շեշտակի փոփոխությունները։ Դերահասին չի կարելի միայնակ թողնել իր դժվարությունների հետ։ Վերը թվարկած փոփոխությունները հաճախ ծածկագրված օգնության կանչ են, անտեսել չի կարելի։ Եթե հասկանում եք, որ ձեր փորձն ու գիտելիքները բավարար չեն ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, անհապաղ դիմեք հոգեբանի աջակցությանը։ Քննարկված բոլոր իրավիճակները ենթադրում էին, որ ծնողը նկատել է, գիտի, հասկանում է, բայց քիչ չեն դեպքերը, երբ ռիսկային վարքը ծպտվում է։ Այն գաղտնազերծել կօգնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանը, բայց նախքան այդ վերադառնանք այն հարցին, որի քննարկումը թողեցինք անավարտ։ Նարինե, բարև ձեզ։ Հաշվի առնելով, որ ռիսկային վարքի դրսևորումները եւ առաջացման պատճառները շատ բազմազան են, փորձենք հասկանալ, արդյոք հնարավոր է կանխել ռիսկային վարքի դրսևորումը երեխայի պատանումոտ ու հանգիստ ապրել, թե տեսականորեն ու պրակտիկ առումով դա հնարավոր չէ։ Ընդհանրապես ռիսկերը կյանքում երևի ամբողջությամբ կանխել անհնար է, բայց կարելի է նվազեցնել դրանք, նախապատրաստել դրանց ու կանխել մեծ առումով հատկապես դեռահասության վաղ տարիքում մենք շատ գործիքներ ունենք դա անելու համար։ Ու սա պարզապես են խոսքերը չեն, հա, ուշադրություն, ժամանակ անցկасնել երեխայի հետ եւ այլն։ Ամենակարևոր բանը զարմանալի է, բայց ամենակարևոր բանը, որ կարող ենք փոխանցել ու դրանով իսկ արդեն ապահովագրված մեզ գանք բոլոր տեսակի ռիսկերից եւ վտանգավոր ելքերից, դա ապահովության միջավայրն է ընտանիքում։ Այսինքն երեխան պետք է իմանա, որ ցանկացած խնդրով ինքը կարող է գալ ընտանիք եւ առաջի հակազդումը լինելու է ոչ թե գնահատական, քննադատություն, հույս, այսինքն սարսափելի բան է կատարվել, այլ մենք լուծում կգտնենք։ Առաջի կարևոր կետը հավանաբար դա է, հավանաբար չէ միանշանակ դա է, եւ երկրորդը շատ խոր բան եմ հիմա ասելու, դեռահասության տարիքում սկսել, փորձել սկսել ձևավորել հարաբերություններ երեխայի հետ, մենք արդեն շատ ուշացած ենք։ Այս դիրքորոշումները, որ ասում եմ երեխայի նկատմամբ ապահովություն, ազատությունը, ամեն ինչ պատմելու տանը, այս ամեն ինչի մենք շատ ավելի վաղ պետք է հասնենք։ Այսինքն մենք այդ հուզական ապահովությունը, այսպես ասած հիմնարար ապահովության զգացումը եւ վստահությունը մինչեւ 3, մինչեւ 5, մաքսիմում մինչեւ 7 տարեկան մենք կարողանում զարգացնել, բայց պետք չի վհատվել, որովհետեւ ամեն փուլում, եթե նույնիսկ դուք հիմա ձեզ հայտնաբերել եք
կյանքի ամենամեծ ռիսկային փուլում դուք գիտեք, որ ախտորոշումն արդեն հիվանդության բուժման առաջին քայլն է։ Այո, ես ունեմ այս խնդիրը։ Ինձ չի ուզում ինչա մտածում դրա մասին միջավայրը, որտեղ շատ հաճախ մեզ դա է ետ պահում։ Դուք լավ բառ օգտագործեցիք ծպտյալ, հա։ Մենք շատ բան քողարկում ենք ընտանիքի ներսում, կարծելով, որ ապահովագրում ենք մեր երեխային, բայց անկեղծ ասած մենք այդտեղ փորձում ենք ապահովագրել մեզ որպես ծնող, որ հանկարծ չասեն, հասարակության կարծիքից։ Այո, այս ինչ անուշադիր մայրեր, այս ինչ անուշադիր ծնողներ են, երեխան հայտնվել է այս իրավիճակում։ Երբ որ դուք ընդունեցիք այդ դիրքորոշումը, որ ձեզ կարևոր է հարցը լուծել, ձեզ չի ուզում որևէ մեկի կարծիքը, ձեզ չի ուզում անցյալը, ձեզ ուզում է ներկան եւ ձեր Աստված տա լուսավոր ապագան, դուք արդեն խնդրի լուծման առաջին քայլը արել եք։ Ես կարծում եմ, կդիտեն հիմա ծնողներ, որ կասեն, հեշտ եք խոսում, ձեր երեխան է ցանկացած փուլում դուք ունեք որոշակի գործիքներ եւ ազդեցության զոնա, որի շնորհիվ կարող եք դրական փոփոխություններ մտցնել։ Մի կետում էլ դա այո մասնագետին դիմելն է, աջակցող ծառայություններին դիմելը, մենք հիմա ունենք բազմաթիվ երեխաների պաշտպանության ցանցեր, սոցիալական ծառայություններ, հոգեբանական ծառայություններ, մասնագետները միշտ պատրաստ են ձեր կողքին լինել։ Իսկ հիմա առաջարկում եմ ռիսկային վարքի թաքնված կողմերը տեսանելի դարձնելու եւ ծնողներին մոլորեցնող կարծրատիպերը քննարկելու համար տեղափոխվենք տաղավարային հատված, որտեղ մեզ սպասում են մայրիկները։ Հարգելի մայրիկներ, պետք է խնդրեմ, որ վերցնեք այս վահանակները ճիշտ է եւ սխալ է տարբերակներով։ Ես պետք է ընթերցեմ ձևակերպումներ, պնդումներ եւ վահանակների միջոցով դուք պետք է ցույց տաք ձեր վերաբերմունքը, իսկ Նարինեն արդեն կմեկնաբանի մասնագիտական տեսանկյունից։ Եթե դեռ ահասն ասում է ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա, ուրեմն դա իրոք այդպես է։ Ճիշտ է կամ սխալ է այս մոտեցումը, անհանգստանանք կամ չանհանգստանանք։ Չանհանգստանանք, բայց սխալ է իհարկե այս դիտարկումը, այս արտահայտությունը, ինչը որովհետև շատ ժամանակ դա ուղղակի խուսափելու, ավելորդ հարցերից խուսափելու եղանակ է դեռահասի համար ու ցավոք սրտի առաջանում է այն ընտանիքներում, որտեղ ընդունված է միայն կիսվել հաջողություններով, որտեղ երեխաներից սպասում են միայն դրական լուրեր, դպրոցից եկել ես գնահատականներդ լավ են, հարաբերություններդ ամենտեղ լավ են, ու եթե ինքը խնդիր ունենա, ինքը ուղղակի ասում է ամեն ինչ նորմալ է, փակում է դրանով։ Պատասխանը սխալ է։ Կցանկանայի 1-2 պրակտիկ գործնական ուղղորդում։ Եթե ունենք կասկած, որ երեխան ծխում է, խմում է, շփվում է անհաջող ընկերախմբի հետ, ինչ ենք անում։ Փորփրում ենք պայուսակը, հեռախոսը, հարցախույզ ենք անում ընկերներին, ուսուցիչներին, ինչ է պետք երեխա, ով ձեր համար կիզակենտրոնում է ուշադրության, արժեքների եւ այլն եւ այլն։ Մենք սկսում ենք հարցից։ Նախ եկեք նախանշաններ, շատ կարեւոր հարց է։ Թե կախվածությունների, հատկապես ասենք թմրանյութ, ալկոհոլ, ցավոք սրտի, եթե նախկինում բանակային տարիքում էին թողիզներ են բոլոր նրանք ով տհաճությամբ կլսեին այս ինֆորմացիան, բայց բանակից էին օգտագործած վերադառնում, հիմա դեռահասության 13-14 տարեկանում փորձը սկսվում է ու բանակ են արդեն մեկնում օգտագործմամբ, մի քանի կարևոր բանի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Դուք բոլորդ գիտակցում եք, որ մեր բոլորի երեխաները շատ տարբեր են, շատ յուրահատուկ են եւ այդ ծայրահեղ իրենց վարքին ոչ բնորոշ վարքագծի դրսևորումը արդեն ազդակ է, որ ինչ որ բան կատարվում է։ Մեկ-մեկ ծնողներ ասում են, ամբողջ օրը տանն էր, այնքան խաղաղ երեխա է, բայց պարզում 1000-ից մեկ մի ընկեր էր գալի, պարզում այնքա համացանցով առաջարկություն հաստատել, օգտվել այդ առաջարկը, տանը նստած ուղղակի այդ օգտագործումը տեղի է ունեցել կամ խաղային կախվածության մեջ է մտել։ Այսինքն առաջի ազդակը, եթե ձեր երեխան շատ փակ է եղել ու հանկարծ սկսել է գերակտիվ շփվել, այդ ազդակը արդեն։ Եթե ձեր երեխան ընդհակառակը, հա, փակվել է, որևէ հետաքրքրություն չունի, չի ուզում դուրս գա, սա եւս ազդակ է։ Դեմքի վրա կան փոփոխություններ, աչքերի կարողացությունը, էլի պետք չէ անպայման ձեր այն որ sense դուք դետեկտիվ չեք, հա, որ գնաք իրան ցույց տաք։ Այս նշաններով ես սա եմ հասկացել։ Դուք ուղղակի հարցրեք, ինչա կատարվում։ Ինչ թվում է, թե ինչ որ բան է կատարվում, ինչով կարամ օգտակար լինեմ։ Այս է մեթոդը։ Շատ լավ, շարունակենք հարցադրումներով։ Տղաները ավելի հաճախ են ռիսկային վարք ցուցաբերում, քան աղջիկները։ Աղջիկները ավելի պաշտպանված են։ Ճիշտ է կամ սխալ է։ Շատ մոլորեցնող հարցեր եք տալիս մեր ծնողներին, երկիմաստ կասեի, ինչը որտեղ տեսեք, բնատուր տղաները ավելի հակված են, ոչ թե հակված են ռիսկի, չեն կարողանում օբյեկտիվ ռիսկը գնահատել, այսինքն
պաշտպանողական բնազդը այդքան զարգացած չի, ինչքան կանանց մոտ, բայց ռիսկային բարքը դեռահասության տարիքում ցավոք սրտի սեռերով պայմանավորված չի։ Թվում է, թե աղջիկները շատ ավելի, կարծում եմ կարծրատիպ է, բոլորդ կկիսեք այդ համոզմունքը, որ աղջիկները ավելի զգուշավոր են, հետո տեսնում եք մի քիչ ավելի աշխուժ աղջիկները ասում են, օ, չէ, սերունդը փոխվել է, բայց հավասարապես երկուսն էլ վտանգի կարող են ենթարկվել։ Անցնենք հաջորդին, ինքնավնասման վերջնական նպատակը ինքնասպան լինելն է։ Բոլորն ասում են սխալ է։ Եվ ճիշտ են ասում մեր ծնողները, շատ լավ աուդիտորիա ունենք ծնողների, չէ, ինքնասպանության, բայց սա չպետք է թույլատնի մեր զգոնությունը, հա, որ շատ ժամանակ թե ծնողները, թե դպրոցում դասատուները երբեմն նաև որոշ բժիշկներ, ովքեր առնչություն են ունենում ինքնավնասման փորձ արած անձնավորության հետ, ասում են, որ ինքը երբեք դա չի անելու։ Միշտ հիշեք, որ ինքնասպանություն գործած 10 հոգուց առնվազն 8-ը շատ բաց տեքստով խոսել է այդ միտման մասին։ Նպատակը վերջնական, իհարկե շատերի դեպքում ինքնասպանությունը չէ, ցավը զսպելն է, սա միայն ցուցադրական վարք չի, հա, ես ուշադրություն եմ ուզում, ես սեր եմ ուզում, ու մենք բարկանանք, ասենք, ոչ, սա ճիշտ մեթոդ չէ, սա ճիշտ միջոց չէ ուշադրությունը գրավելու, այո, սխալ է, բայց երբեք որևէ տեսակի ինքնավնասման մասին ազդակին ինֆորմացիային անտարբեր լինել չի կարելի։ Շատ լավ, մեր հաջորդ պնդումը բարձր առաջադիմությունը երաշխիք է, որ դեռահասը չի գործածում թմրամիջոցներ կամ չի ծխում եւ այլն։ Իդեալական մայրիկներ, բացարձակ, ընդհանրապես բարձր առաջադիմությունը ցավոք սրտի չի վկայում ոչ մի ուրիշ բանի մասին, բայց բարձր առաջադիմությունից շատ հաճախ։ Ինչու, որովհետև այս երանելի վիճակը ինչքան էլ բոլոր ծնողներից երևի հաճելի է, որ մեր երեխան բարձր առաջադիմություն ունի։ Սա նաև ապահովության զգացողությունն է, որ ինքը սովորելու կարողություն ունի, լավ ապագա կունենա եւ այլն եւ այլն։ Բայց արդեն բոլորս գիտենք այդ գերազանցիկի համախտանիշի մասին ու տեսեք երկու տեսակի գերազանցիկներ կա, մեկը ինքնաբուխ, որ մաման ասել է կամ ծնողները ասել են ինձ համար կարևորը դու երջանիկ լինես, վնաս չտաս, ափսոսանք սուր չունենաս, սա քո կյանքն է, որքան կարողանում ես։ Ու ինքը ընտրել է դա։ Մյուս դեպքը, երբ որ այն ավտորիտար ոճի դաստիարակություն ունեցող ծնողների գերազանցիկ երեխան շատ մեծ հավանականություն կա, որ նմանատիպ երեխաները կընկնեն ազդեցության տակ։ Այս են տարածված դեպքերն, որ մենք ապշար ասում ենք, այս հոյակապ ընտանիքում ոնց է առաջացել կախվածություն։ Ինչի եմ ասում, այդ ավտորիտար ընտանիքներում մեծացող գերազանցիկները եւ ոչ միայն գերազանցիկները պոտենցիալ ունեն ներգրավելու բաց սովորություններ, հա, կախվածություններ եւ այլնի մեջ, որտեղ իրանց հիմնական բանը, որ սովորել են ընտանիքում, դա ենթարկվելն է։ Հարմարավետ լինելը, ծնողներին հարմար լինելը, այո։ Դուք արդեն ասացիք, որ ամենակարևորը երեխայի հետ երկխոսություն ունենալն է, այդ հաղորդակցությունը ունենալն է, այն փուլում, երբ գիտենք, որ կասկածներ ունենք, որ կա խնդիր կամ եթե արդեն հաստատապես գիտենք, որ ինչ-որ բան կա, պետք է սկսել աշխատանքը երեխայի հետ ու երեխայից։ Այստեղ կարևոր է, որ ծնողները իմանան այն կանոնները, որ պետք է կիրառել ռիսկային վարք դրսևորող երեխայի հետ մեր զրույցում, մեր այդ երկխոսությունը արդյունավետ կառուցելու համար։ Առաջինը, հեռու ենք, սկսում եք բոլոր նախադասությունները ես ինձ թվում է, ես կարծում եմ, հա, այսինքն շանս եք տալիս երեխային, որ ինքը հասկանա, որ ես խոսում եմ իմ ապրումներից։ Ի վերջո դուք սկսում եք ձեր խնդիրը լուծելուց, դուք ձեզ եք հասկանում։ Մի կարևոր գործոն զրույցի ժամանակ սպասեք, որ երեխան ֆիզիկապես հանգիստ վիճակի գա։ Հա, պետքա քնիկ, թող քնի։ Պետքա ուտի, դուրս եկեք զբոսնեք, հատկապես եթե դուք տեսնում եք, ասենք ինչ որ շատ վատ բան եք հասկացել, որ արկայա ու ինքը իր հույզերով ցույց է տալիս, որ մի բան այն չի, տագնապ եք տեսնում, զայրույթ եք տեսնում, իդեպ զայրույթի հետևում միշտ քողարկված է վախը, հա, մենք զայրույթով 99% դեպքերում մեր վախն ենք քողարկում, հա, իմացեք, որ երեխան էլ վախ գուցե բացահայտելու ինչ-որ բան, երբեմն վախ ձեզ ցավ պատճառելու։ Այստեղ եթե կանոն որպես առաջինը երկուսդ էլ եկեք ֆիզիկական հանգիստ վիճակի, եթե դուք զգում եք, որ դուք եք հուզական վիճակում, ոչինչ
հետաձգեք այդ զրույցը, ուշքի եկեք, չգիտեմ, լվացվեք, սուրճ խմեք, դուրս եկեք, զբոսնեք, լավ կլինի, որ երեխայի հետ էլ միջավայրը փոխեք։ Առաջինը պետք է լինի ֆիզիկապես, հուզական առումով կայուն, հանգիստ, չեզոք միջավայր։ Մեղադրանքներ չպետք է լինեն, վերջնագրեր չպետք է լինեն, չպետք է լինեն պայմաններ, եթե, ապա, հա, պետք է լինի բաց քննարկում, ինչ ունենք, չեն կարող կեղծավոր ասենք, ոչինչ, ինչ եղել է անցել է, ասեք որ գիտես տխուր է, բնականաբար տխուր է, որ սենց է։ Խնդիր ունենք այստեղ, բայց դա չի նշանակում, որ աշխարհի վերջն է։ Քանի դու կաս, քանի ես կամ, քանի մենք իրար կողքին ենք, մենք այս վիճակից անպայման դուրս ենք գալու։ Երբ խոսում ենք դեռահասի եւ ռիսկային վարքի դրսեւորումների մասին, հասկանում ենք, որ շտկումը միշտ չէ, որ մեր տիրույթում է եւ հիմնականում մեր ծնողներից տիրույթում չէ։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը մեզ տանում է մասնագետի մոտ։ Այդ մասնագետը որոշ դեպքերում հոգեբանն է, սոցաշխատողն է, ինչ որ պարագաներում հոգեբույժն է, այսինքն կախված խնդրի էությունից սարսափելի բան չկա եւ որ մենք ունենք որևէ մասնագետի կարիք։ Փառք Աստծո, որ ժամանակին հայտնաբերեք, հավատացեք, կա նաեւ բազմաթիվ ծառայություններ, որոնք մատչելի են եւ որոնք նաեւ անվճար են, հատկապես մեր երեխաների համար։ Եթե կարիքը նկատել եք, մի հապաղեք։ Թող լինի մի քայլ առաջ, թող գնաք մասնագետի մոտ, մասնագետը ասի, բայ, շնորհավորում եմ, դուք աշխատանքի կարիք չունեք։ Դուք ավելի կթևավորվեք, ավելի կամրապնդվեք, ավելի լավ ձեզ կզգաք։ Շնորհակալ եմ շատ Նարինե, որ այսօր եկաք մեր տաղավար այս շատ արժեքավոր պարզաբանումներով։ Շնորհակալ եմ շատ։ Իհարկե չեմ ցանկանում ստորադասել ռիսկային վարքի մյուս դրսևորումները, բայց ծնողական ժողովի նախորդ եթերաշրջանների ընթացքում կայացած հանդիպումները ծնողների ու մասնագետների հետ տեղի ունեցած քննարկումները հուշում են ինձ, որ դեռահասների ծնողներին ամենից շատ հուզող հարցը կախվածությունն է թմրամիջոցներից։ Այս պատմության մեջ դեռահասը կարող է ունենալ տարբեր դերեր՝ տարածող, օգտագործող, սպառնալիքների թիրախ, ականատես եւ այլն։ Ինչպես ճանաչել վտանգն ու հեռու մնալ հետևանքներից։ Բոլոր հարցերի պատասխանները հաջորդ տեսանյութում են։ Առաջին հայացքից բոլոր դպրոցականները նման են միմյանց՝ կամագործությամբ, ըմբոստությամբ, մի առարկան սիրելով, մյուսը չսիրելով։ Սակայն այդ նույն դեռահասների հայացքի, շարժուձևի, ժպիտների հետևում կարող են թաքնված լինել առաջին հայացքից անորսալի բաներ, ընդհուպ մինչև հոգեակտիվ նյութերի, հատկապես թմրամիջոցների հետ առնչություն ունենալը։ Առաջին շփումը թմրանյութերի հետ որպես կանոն լինում է հենց դեռահասության փուլում։ Կյանքի մասին սահմանափակ պատկերացումների, դեռևս չձևավորված վարքային հմտությունների, հոգեբանական ու սոցիալական այլ գործոնների պատճառով։ Ըստ ներքին գործերի նախարարության ոստիկանության տվյալների, վերջին տասնամյակում 54 անչափահասի մոտ հայտնաբերվել է թմրանյութ։ Նրանց թվում են եւ օգտագործողները, եւ տարածողները։ Գոյություն ունեն թմրամիջոցների գործածումը մատնող նշաններ՝ կարմրած աչքեր, լայնացած բիբեր, արտասովոր հոտ, ծխամորճերի, փայլաթիթեղների առկայություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ, ուրախ էյֆորիկից մինչև ինքնամփոփ ու տխուր։ Պրակտիկ տեսանկյունից շատ հաճախ ծնողները, եթե նման խնդիր է առկա լինում, իրենք դիմում են հոգեբանի։ Որպես այդպեսին կարծում եմ դա ճիշտ է, որովհետև շատ հաճախ թե դեռահասի, թե ծնողի մոտ թույլ կարծիք է լինում հոգեբույժի դիմելու հետ կապված։ Եվ լավ կոմպետենտ հոգեբան ինքը նախապատրաստում է ոնց որ թե երեխային, թե երեխայի ծնողներին, հարազատներին, որ խնդիր չկա հոգեբույժի դիմել։ Այստեղ պետք է նշել նաև, որ եթե հոգեբույժի դիմելուց հետո հասկանում են օրինակ, որ թմրամիջոցի գործածումը այնքան տևական է լինել, որ այնտեղ արդեն իսկ ձևավորված կախվածություն կա, որտեղ դրում նաև կախվածության մասնագետի ներգրավումը բուժման process-ի մեջ։ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների պատրաստումը, օգտագործումը, իրացումը, պահպանումը եւ գովազդը պատժելի են օրենքով եւ նախատեսում են քրեական եւ վարչական պատասխանատվություն, կախված թմրամիջոցի տեսակից եւ քանակից։ Օգտագործելուց պակաս վտանգավոր չէ նաև թմրանյութերի տարածումը, խնդիր, որից անմասն չեն մնում նաև դեռահասները։ Դեռահասի մոտ անհայտ աղբյուրից ֆինանսական մեծ հոսքերի առկայությունը, նրա կատարած մեծ ծախսերը, անծանոթների հետ կասկածելի հաղորդագրությունները եւ ծածուկ վարքագիծը կարող են լինել թմրանյութերի հնարավոր տարածման նախանշաններ։ Կասկած ունենալու դեպքում ծնողները նախ եւ առաջ պետք է պարզեն, արդյոք դեռահասը նաև օգտագործում է, քանի որ տարածողները հաճախ նաև օգտագործում են։ Հաստատման դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Կարևոր է հիշել, որ լաբորատոր հետազոտության պատասխանը բժշկական գաղտնիք է եւ հասանելի չէ երրորդ անձանց։
Եթե նման հանգամանք գոյություն չունի եւ գործ ունենք միայն իրացման կասկածի հետ կամ օգտագործման մասը հերկվել է, կա որոշակի քայլերի հաջորդականություն։ Նախ նշեմ, որ ոչ մի պարագայում չպետք է ճնշում գործադրել անչափահասի նկատմամբ, երեխայի նկատմամբ, որովհետև դա հղի է վատ հետևանքներով, այդ թվում նաև ինքնավնասմամբ, ինքնասպանությամբ, երեխան կարող է ցանկացած քայլի դիմել։ Այս իրավիճակում ծնողները պետք է հանդես գան օգնողի դերից, ցույց տան, որ երեխան մենակ չի եւ նաեւ երեխայի մոտ այն հիմնավոր կարծիքը ստեղծեն, որ խնդիրը լուծելի է եւ միասին կարելի է այդ խնդիրը լուծել։ Միայն այսպիսի մոտեցմամբ է հնարավոր արդյունավետ ձևով կատարել ճիշտ քայլեր։ Հաջորդ քայլը, որ պետք է կատարեն իրացման կասկածի դեպքում, դա իրավաբանի հետ խորհրդակցելն է, որովհետև իրավաբանը երեխայի լավագույն շահից ելնելով կազմակերպում է նաև երեխայի պաշտպանությունը բոլոր հանգամանքներում եւ այնուհետև դիմել նաև ոստիկանություն։ Տվյալ դեպքում ոստիկան, իրավաբան, ծնող եռանկյունու միջոցով մեկը մյուսին փող լրացնելով հնարավոր է ստեղծել այն ճանապարհային քարտեզը, որի միջոցով պետք է միասին հասնեն երեխայի լավագույն շահի պաշտպանությանը։ Եթե թմրանյութ տարածելու դեպքը նկատում են այլ անձինք, ապա առաջին հերթին անհրաժեշտ է տեղեկացնել դեռահասի ծնողներին։ Եթե դա հնարավոր չէ անել ինչ-ինչ պատճառով, ապա պետք է դիմել ոստիկանություն, կա անանուն դիմելու ընթացակարգ։ Եթե անձը չի ցանկանում նույնականացվել, կարելի է հաղորդում ուղարկել էլեկտրոնային փոստով, առանց անձնական տվյալները նշելու։ Եթե դիմումը պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, սակայն չի պահանջում անհապաղ մեկնում դեպքի վայր, այն փոխանցվում է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցներին, հիմնականում քրեական ոստիկանությանը։ Նրանք օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրականացնում են համապատասխան գործողություններ, հանցագործությունը բացահայտելու եւ երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։ Տնօրական ժողովը շարունակվում է, այսօր խոսում ենք դեռահասների ռիսկային վարքի մասին։ Եվ այսպես ամփոփելով արդեն այսօրվա մեր այս կարևոր քննարկումը, հարգելի ծնողներ, պետք է խնդրեմ այս անգամ գանք արդեն մեր ծնողներիս դաշտ ու փորձենք հասկանալ արդյոք այս մարտահրավերները, որոնցից մի մասը նաև նոր է մեզ համար եւ մեր պատանեկության տարիներին պարզապես չեն եղել նման երևույթներ, ռիսկային վարքի նման դրսևորումներ, եւ առհասարակ հաշվի առնելով խնդրի լրջությունն ու կարեւորությունը, ինչ է կարծում, արդյոք ծնողը ունի բավականաչափ ներուժ, բավականաչափ տեղեկատվություն եւ լծակներ օգնելու իր երեխային այն պարագայում, երբ երեխան իսկապես դեմ առ դեմ կանգնած է վտանգի հետ։ Խնդրեմ։ Կարծում եմ այսօրվա ծնողն ունի բազմաթիվ գործիքներ վտանգը նվազեցնելու, քանի որ բազմաթիվ ծնողավարման դասընթացներ կան, որոնց կարող ենք մասնակցել, իրազեկ լինել, իրազեկել, փորձի փոխանակումով կիսվել եւ մտածում եմ այն երեխան, ով կզգա, որ անկախ իր ցանկացած քայլից դա լավ է թե վատ է, ծնողի սերը նրա նկատմամբ չի նվազում, այսինքն ունի ավելի ապահով միջավայր, այստեղ նաև նորից ռիսկը նվազում է։ Համաձայն եմ Աննայի հետ եւ կուզեի ավելացնել նաև, եթե կա ընտանիքում վստահություն, արդեն երեխաների եւ ծնողների միջև ձևավորված հարաբերություններ, շատ པարզ նախադասություններով, ձևակերպումներով կարելի է երեխայի հետ զրույցի դուրս գալ եւ կանխել բոլոր այն խնդիրները, կանխարգելել այն վտանգները, որի առջև երեխան բախվել է։ Երեխայի հետ փոխվստահության արդյունքում ծնողները ավելի ուժեղ են դառնում խնդիրները լուծելու հարցում։ Եվ ուժեղացնում են իրենց երեխային։ Այո, եւ ծնողն է ուժեղանում եւ ուժեղացնում է իր երեխային։ Այդ փոխգործակցությունը շատ կարեւոր է վստահության սիրո միջավայրում։ Անկախ ինչ իրավիճակում հայտնվում երեխաները, դա կլինի ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործումը երևույթը ինքը ինչպես որ լինում է, փորձեր տարբերակել, այսինքն ինչ որ ձևով փորձել երեխաներին մատուցել նման երևույթի պատճառները եւ հետևանքները եւ փորձել միասին տարբերակել որն է ճիշտ, որը սխալ։ Ինչ դեպքում ինչ է հաջողվում մեզ, ինչ ենք ստանում դրանից եւ ինչ ենք վնասում, ինչով ենք վնասում մեզ եւ ինչ ենք հետևանքը ստանում։ Ինձ թվում է տարբերակելը եւ առանձնակի որոշակի ուշադրություն դարձնելը նման խոսակցությունները ծնողի եւ երեխաների հետ դա ավելի կարեւորություն է։
շատ կարևոր է, որպեսզի ծնողը երեխայի մոտ զարգացնի ինքնուրույնության գործոնը։ Այսինքն երեխան հասկանա, որ ինքը անհատականություն է, ինքը անհատ է եւ ունի իր որոշումները կայացնելու իրավունքը։ Երբ ինչ որ շրջապատի մեջ նրան առաջարկեն թմրանյութ թեկուզ օգտագործել, ընկերները արի փորձենք ծխել, արի սկսենք ինչ որ բաներ, երեխան կարող է վստահ ասել, որ չէ, դա ինձ դուր չի գալիս եւ ես նախընտրում եմ չանել դա եւ ինչու ոչ նաեւ հրաժարվի այդ ընկերությունից։ Այսինքն մենք երեխային տանք այդ թևերը, տանք այդ ինքնավստահությունը, ինքնուրույն անհատ ես, կարող ես որոշումներ կայացնել եւ եթե վտանգ ես տեսնում, հեռու գնա այդ վտանգից։ Ազդեցության տակ չընկնել, չփորձել նմանակել եւ հավանության արժանանալու համար, ընդունվելու համար ընկնել այդ վատ շրջապատի մեջ։ Երեխաները չեն խոսում ամեն ինչի մասին։ Նրանք հաճախ լռում են, երբ սարսափած են, լռում են, երբ կասկածում են, թե չենք հասկանա։ Լռում են, քանի որ չեն գիտակցում խնդրի մասշտաբները, չեն ուզում մեզ վշտացնել, փորձում են ինքնուրույն գտնել լուծումներ։ Իսկ երբեմն էլ գլխի չեն ընկնում, որ այն, ինչ կատարվում է այդ պահին, խնդիր է։ Մենք չենք կարող կանխել բոլոր վտանգները, բայց կարող ենք չանտեսել մեր երեխաների լռությունը, նյարդայնությունը, քնի, ախորժակի, բարքի խանգարումները։ Կարող ենք սկսել բաց ու առանց նախատինքի զրույցներ մեզ ու նրանց անհանգստացնող թեմաների շուրջ։ Կարող ենք հասկանալ, որ ռիսկային վարքը հաճախ հոգեկան ցավի արտահայտում է, օգնության ծածկագրված խնդրանք։ Կարող ենք ընդունել, որ օգնելու ցանկություն ունենալը բավարար չէ, պետք է իմանալ ինչպես ճիշտ օգնել։ Հետևաբար կարելի է ու պետք է դիմել հոգեբանի օգնությանը։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ այս կարևոր քննարկմանը մասնակցելու համար, իսկ մեր հաջորդ ծնողական ժողովը ճիշտ մեկ շաբաթից է։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։